Range Rover առ Range Rover ենք վերադարձնելու բրաբուս առ բրաբուս ящик առ ящик։ Չունենք բրաբուս մենք, ոչ ящик ունենք մարմնագույն մեջ ապրանքա։ Կարգ էլի, բայց ոչ ящիկա։ Տնտեսվարողները զարմացած ու զայրացած են, եթե ящик բրաբուս չունեն, ինչու է իշխանությունը մտել իրենց գրպանը։ Այս տարին ինչ սկսվել է, հունվարից սկսված, առևտուր գոյություն չունի։ Բարոն Փաշինյանը, որ 10 միլիոնից խոսում է, ասում է, դա օրը 27,000 դրամ է անում, հա, տարեկան։ Ասում է, դա 27,000 ինչ թիվ է, որ մարդիկ չեն անում, հա, բայց հավատացեք, շուկայում մարդիկ կան, որ ընդհուպ 3 օր մեր ժողովրդական լեզվով ասված սվտա բառ հա գոյություն ունի, մարդիկ սվտա էլ չեն անում։ Ակցիայի մասնակիցները բողոքում են հունվարից ուժի մեջ մտած շրջարկի փոփոխության դեմ, պնդելով, որ կառավարությունը մոլորեցնում է իրենց։ Փաշինյանի հետ հանդիպում են պահանջում, ասում են, սա ոչ թե հարկային փոփոխություն է, այլ տեռոր։ Շատ փնթի օրենք են ընդունել։ Փնթի օրենք ընդունել ասելով ինչ նկատի ունեմ, ասենք օրինակ վերցրել են մենակ հարկային հիմնավորումն է, այսինքն օրենքի տակը, որ դուք հիմի վերցնեք, մենակ հարկային աչոտներն են։ Իսկ դրա տակը 55,000 մարդ է, ոնց որ ու տարբեր խնդիրներով չի ուսումնասիրել խմբերին, տարբեր մարդիկ 55,000 մարդում ու այդե ասենք չգիտեմ, ամեն ասենց առաջի հայացքից որ կարելի է բաժանվել, օրինակ մարզեր ու Երևան, Երևանի այս կարգի խանութներ ուներ, այնտեղ շոր, միրգ, քանի որ մի խոսքով ֆոկուս խմբերով ուսումնասիրություն չի արվել, օրենքի կասեցումը մենք պահանջում։ Խնդիրներն ավելանում են ամեն որոշման հետ, ասում են սա հարձակում է փոքր ու միջին բիզնեսի վրա, արդյունքում ապրանքը չփաստաթղթավորելու, չգույքագրելու դեպքում ստիպված են 5%-ի փոխարեն 10% հարկ վճարել։ Ի սկզբանե իրանք ժողովրդին մոլորության մեջ են գցել։ Երբ որ իրենք արտահայտվում են, ոչ միայն պարոն Փաշինյանը, շատերը, հա, կառավարությունից, ասում են, որ եթե դուք թղթավորեք ձեր ապրանքները, ընդհանուր միջով 1% դուք կարող եք ձեր հարկերը նվազեցնել։ Նման բան գոյություն չունի։ Առանց մեզ տեղեկացնելու օրենքներ են հանում, ու այդ օրենքները դրանք բոլորը հակա են մեր գործարարներին։ Մարտի 3-ին տնտեսվարողները հանդիպել են էկոնոմիկայի նախարարի հետ։ Պապոյանն ընդունել է ու ասել հարցը ոչ թե իր, այլ հարկային մարմնի ու ֆինանսների նախարարության տիրույթում է։ Մենք ֆիքսել ենք մեր համար, որ էկոնոմիկայի նախարարությունը մեղել է։ Չկա, այսինքն նախարար ունենք, նախարարության աշխատակիցներ ունենք, ու միջինացված ասենք կարող է այդքան էլ վատ անձնական մարդիկ չեն, բայց չունենք։ Եթե իրանց գործը չէ, էլ ինչին ասենք օրենք ընդունելուց իրանք դրական եզրակացություն տվել։ 1 ժամ սպասելուց հետո որոշեցին մարտի 14-ին հավաքվել։ Հույս ունեն, որ մինչև այդ կստանան նաև վարչապետին ու պատասխանատու մյուս գերատեսչություններին գրած նամակների պատասխանները։ Արթուր Հակոբյան, Էպիկենտրոն։